Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, արևային վառ ու ջերմ տրամադրությամբ ձեզ բոլորիդ մաղթում եմ բարի լույս եւ ասում շնորհակալություն, որ արթնացել եւ անմիջապես միացել եք մեզ։ Այսօր հունիսի 27-ն է եւ այսօր նշվում է ձկնորսության համաշխարհային օրը։ 1985 թվականից ի վեր ամեն տարի հունիսի 27-ը նշվում է որպես ձկնորսության համաշխարհային օր։ Տոնը հիմնվել է ձկնորսության կարգավորման եւ զարգացման միջազգային համաժողովի ժամանակ, որը կայացել է 1984 թվականի հուլիսին Հռոմում։ Այդ օրը աշխարհի բազմաթիվ երկրներում տարաբնույթ մրցույթներ, ուսուցողական եւ ճանաչողական սեմինարներ են անցկացվում։ Ժամանակի ընթացքում մարդիկ ավելի ու ավելի են հասկանում, որ ձկնորսությունը հոգեվոր եւ ֆիզիկական ուժերն ամրապնդելու հրաշալի միջոց է։ Ասեմ նաև, որ ձուկը շատ օգտակար է մեր օրգանիզմի համար։ Այն պարունակում է օմեգա 3 ճարպաթթուներ, որոնք ուղղակի անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Այն նվազեցնում է զարկերակային ճնշումը, արգելակում է թրոմբների զարգացումը։ Ձուկը շատ օգտակար է նաև ոսկրերի համար։ Կալցիումի բարձր պարունակության շնորհիվ այն օգնում է ոսկրերը ամուր եւ առողջ պահել։ Ձուկը նաև հարուստ է A, D եւ E վիտամիններով, ինչը անհրաժեշտ է տեսողական օրգանների նորմալ գործունեության համար։ Հենց այդ պատճառով էլ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում շատ ձուկ ուտել։ Ձուկը ոչ միայն շատ օգտակար է առողջության համար, այն նաև շատ դիետիկ է, քանի որ շատ քիչ քանակությամբ յուղ է պարունակում, իսկ նրա սպիտակուցները շատ ավելի հեշտ են մարսվում, քան մսինը։ Ձուկը անհրաժեշտ է հատկապես հղի կանանց, քանի որ մեծ քանակությամբ պարունակում է վիտամիններ, միներալներ եւ այլ օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են պտղի զարգացման համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա առաջարկում եմ լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք թողարկումը եւ ես արդեն ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին եւ ասեմ, թե ինչի մասին ենք այսօր զրուցելու։ Այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայից, որը հատկապես կհետաքրքրի երիտասարդ աղջիկներին եւ կանանց։ Խոսելու ենք պլաստիկ միջամտություններից։ Թե ինչու են մարդիկ հաճախ դիմում պլաստիկ միջամտությունների, որոնք են այսօր ամենապահանջված պլաստիկ միջամտությունները, կիմանանք զրուցելով պլաստիկ վիրաբույժ Աննա Սարգսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ այսքան զբաղված լինելով հանդերձ չմերժեցիք մեր հրավերը ընդունեցիք, քանի որ այսօր խոսելու ենք շատ պահանջված մի թեմայից, ինչու՞ չէ նաև շատ կարևոր մի թեմայից, եւ երևի առաջինը խոսենք ինչ են ինձ ներկայացնում դեմքի պլաստիկ միջամտությունները եւ որոնք են այսօր ամենապահանջված միջամտությունները։ Իհարկե, դեմքի պլաստիկ վիրահատությունները կարծես թե գնալով պահանջարկը ավելի եւ ավելի է մեծանում, ինչը մեզ համար պլաստիկ վիրաբույժներից համար իհարկե շատ այսպես հաճելի է, որովհետեւ դեմքի պլաստիկան հանդիսանում է մեզ համար ամենահետաքրքիր եւ այսպես երևի թե բարձր որակավորման վիրաբույժների համար ամենահետաքրքիր ոլորտը պլաստիկ վիրաբուժության մեջ։ Եթե տարիներ առաջ կարող էինք ասենք, որ առաջի տեղում միանշանակ քթի վիրահատություններն էին Հայաստանում, ես կասեի 90%-ով քիթ էինք բոլորս վիրահատում, ապա այժմ ամբողջությամբ փոխվել է պատկերը, տենդենսը դեպի դեմքի պլաստիկ տարիքային վիրահատություններն է, այսինքն հակատարիքային պլաստիկ վիրահատությունների շարքը, դա է բլեֆարոպլաստիկան, ֆեյսլիֆտինգները եւ դա շատ ողջունելի է, որովհետեւ ոչ միայն քիթ են արդեն վիրահատում մեր պացիենտները, այլև դիմում են դեմքի պլաստիկ ավելի երիտասարդեցման վիրահատությունների։ Երբ որ արդեն բլեֆարոպլաստիկան կարծես թե զիջում է քթի պլաստիկ միջամտություններին, ինչ է այն իրանից ներկայացնում, ինչ վիրահատություն։ Այո, իհարկե, բլեֆարոպլաստիկան գնալով ավելի եւ ավելի ակտուալ է դառնում, ինքը իրենց ներկայացնում է կոպերի վիրահատությունների շարքը ամբողջ, դա կարող է լինել վերին կոպեր, ստորին կոպեր, շրջանաձև, այսինքն երկուսը իրար հետ, նաեւ շատ Հայաստանում տարածված է այսպես կոչված աղվեսի աչքերի պլաստիկան, որ ֆոքս այս ենք մենք անվանում, այսինքն ձևի լիարժեք փոփոխությունը, որը բերում է հայացքի փոփոխություն։ Բլեֆարոպլաստիկա վիրահատությունը կարող է կատարել եւ տարիքային բարձր խմբերում, երբ որ հենց ամբողջությամբ դիմելիությունը հիմնված է տարիքային փոփոխությունների վրա, մաշկի կախվածություն, աչքի բնականաբար փակվածություն եւ կարող են դիմել նաեւ երիտասարդ տարիքում,
սկսած 18 տարեկան հասակից մեզ դիմում են, քանի որ երբեմն արկա են ճողվածքներ, ինչպես Հայաստանում շատ այսպես ընդունված է այդ բառը ասել, իրականում դա ճարպի ավելցուկ է, որը կարողանում ես վիրահատել անգամ վաղ տարիքում եւ կարող է պայմանավորված լինել գենետիկ գործոնով եւ սկսված ամենափոքր տարիքից արտահայտվի պացիենտի մոտ։ Այսինքն մեզ բլեֆարոպլաստիկայի համար դիմում են տարբեր տարիքային խմբերը եւ դա մեծ վիրահատությունների շարք է։ Բլեֆարոպլաստիկայից զատ նաև նշեցիք ֆեյսլիֆտինգը, դա ինչ է իրենից ներկայացնում։ Քանի որ ավելի բարձր տարիքային խմբերում արդեն ոչ միայն կոպերն են փոփոխվում, այլև ամբողջությամբ իհարկե դեմքը իջնում է եւ մենք չենք կարող մրցել հակատարիքային, այսպես ոչ մի միջոց չունենք կամ ինչ որ ինչպես առաջ էին ասում երիտասարդության էլիքսիր, որպեսզի տանք պացիենտներին խմեն եւ երիտասարդանան, ապա արդեն ավելի մեծ տարիքում կատարում ենք ամբողջական դեմքի ձգում, երբ որ իջած են հյուսվածքները եւ դեմքի ձգումը նպաստում է հյուսվածքների ամբողջության բարձրացման։ Կա էսթետիկ միջամտություն, որը ոչ վիրահատական է եւ արդեն վիրահատական էսթետիկի մեջ նաեւ ավելանում են ֆիլերներով դեմքի միջամտությունները, որոնք են որ ավելի երկարատև եւ արդյունավետ են։ Վիրահատականը թե էսթետիկը եւ ինչով են իրարից տարբերվում։ Շատ հաճախ նաեւ մարդիկ շփոթում են։ Այո, շատ են շփոթում եւ շատ լավ հարց եք տալիս, որովհետեւ եթե այս հարցը տրվեր ինձ 10 տարի առաջ, ապա որպես պլաստիկ վիրաբույժ, որը ունի զուտ վիրահատական մտածելակերպ, ես դες կասեի, որ միայն վիրաբուժությունն է եւ պետք է միայն վիրահատվեք։ Բայց հիմա ամբողջությամբ ամբողջ աշխարհում է փոխվել տենդենսը եւ մենք անգամ պլաստիկ վիրաբույժներս այժմ չենք խրախուսում այդքան վիրահատական միջամտությունները, որոնք որ տրավմատիկ են։ Խոսքը գնում է ֆեյսլիֆտինգների մասին։ Այլև պացիենտներին խորհուրդ ենք տալիս, եթե հնարավոր է, մի փոքր հետաձգել այդ տրավմատիկ միջամտությունը եւ կատարել ավելի շատ շտկումներ, օրինակ ձեր նշված ֆիլերներով, ապարատային ինչու չէ մեթոդներով, որոնք հիմա բազմաթիվ են, հիմնված են տարբեր էներգիաների կիրառման վրա, դա կլինի նույն լազերային միջամտությունները, կլինեն ուլտրաֆորմերները, այսինքն այն ամենը, ինչով դու կարող ես մի փոքր լավացնել դեմքի վիճակը առանց տանելու պացիենտին տրավմատիկ վիրաբուժության։ Նաև շատ հաճախ, երբ որ նշեցիք, դեմքի կախվածությունը շտկելու համար ենթարկվում են մարդիկ վիրահատությունների, բայց նաև նշում են, որ ինչ-որ ժամանակ անց նորից դեմքը իր ձևն է ընդունում, նորից կախվում է։ Դա ինչի արդյունքում կարող է լինել։ Իհարկե, երկու պատճառ կարող եմ նշել հիմնական։ Առաջինը ցավոք սրտի վիրաբույժների կողմից հատկապես ոչ փորձառու տվյալ պացիենտի պարագայում ոչ ճշգրիտ ընտրված տեխնիկան է վիրաբուժական, այսինքն այդ պացիենտի պարագայում անհրաժեշտ էր ավելի բարձր ֆիքսում, որը չի կատարվել եւ բնական է, որ 1 տարի անց անգամ մենք ունենք դիմելիություն երկրորդային ֆեյսլիֆտինգի եւ բլեֆարոպլաստիկայի, երբ որ հստակ երևում է վիրաբուժական ոչ համապատասխան տեխնիկայի ընտրությունը։ Եվ երկրորդ պատճառը, որը կարող է արտահայտվել մի քանի տարի հետո, ոչ 1 տարի անց, այլ 5 տարի, 10 տարի, դա իհարկե ծերացման պրոցեսներն են, որոնք որ կանգնեցնել չի լինում։ Այսինքն մենք բոլոր պացիենտներին զգուշացնում ենք, որ վաղ թե ուշ մեր արդյունքը գնալով ավելի անհետանալու է, որովհետև միևնույն է ծերացման պրոցեսը շարունակվելու է եւ նորից պացիենտը ունենալու է ոչ այդ աստիճանի, ամեն դեպքում ավելի նորից պտոցիկ դեմք։ Նաև ոչ միայն արդեն դեպի ծերություն գնացող կանայք են դիմում, նաև երիտասարդները, որ չառաջանան այդ կնճիռները, նախապես ցանկանում են կանխել։ Դա ցանկալի է, թե ամեն դեպքում այդ երիտասարդ տարիքում դեռ պետք չի դիմել նման միջամտություն։ Տեսեք, կրկին շատ վիճելի է եւ նորից ամբողջը փոխվել է մեր մասնագիտության մեջ, շատ արագ փոփոխող մասնագիտություն է իրականում։ Եվ եթե առաջ մենք ասում էինք, որ մինչև 40-45 տարեկանը ցանկալի չէ դիմել նման ինյեկցիաների, դա բոտուլոտոքսինը կլինի, թե ֆիլերները կլինի, ապա այժմ տենդենսները ամբողջապես փոփոխված են եւ համարվում է, որ ավելի լավ է ավելի վաղ հասակում կատարել քիչ քանակությամբ, օրինակ նույն տոքսինի թերապիան, Բոտուլինոթերապիան կբերի նրան, որ մկանը այդքան հզոր չի լինի, մի փոքր թուլացում կառաջանա եւ հետագայում կնճիռների առաջացումը կարծես պրոֆիլակտիկ կանխարգելում ենք։ Իհարկե, ես որպես վիրաբույժ չեմ կարող խորհուրդ տալ 18 տարեկան աղջիկներին դիմել կոսմետոլոգների եւ վիրաբույժների միջամտություններին, բայց ամբողջապես ցուցումները փոփոխված են եւ մենք այո ունենք ցուցում ավելի վաղ տարիքում դիմելիության։ Իսկ բոլորին ցուցված է պլաստիկ միջամտություններ, թե ամեն դեպքում կան նաև հակացություններ, քանի որ ամեն դեպքում դա վիրահատություն է։
Ոչ միայն բոլորին ցուցված չէ, այլ ես կասեի շատերին հակացուցված է։ Ես ցավոք սրտի այն բժիշկներից եմ, որ իմ սենյակում մերժումների քանակը շատ է եւ շատ հաճախ իմ ասիստենտները, իմ կլինարդինատորները ինձ համեմատում են այսպես շատ մեծ քանակով մերժում տվող դեսպանատան հետ, որ անդադ ասում է, չէ, գիտեք, ձեր պարագայում մենք ձեզ չենք կատարի վիրահատություն։ Եվ դա շատ կարևոր է, դա դրսի մոտեցում է, որովհետև պլաստիկ վիրաբույժի լավագույն արդյունավետությունը դա գրագետ հիվանդի ընտրությունն է։ Ոչ բոլոր պացիենտներին կարելի է կատարել իհարկե պլաստիկ վիրահատություններ։ Եվ այդտեղ պատճառները շատ են։ Սկսված նրանից, որ դու չես հասնի պացիենտի ուզած նպատակի եւ կունենաս եւ դժգոհ պացիենտ եւ պացիենտը կունենա չարդարացված իր այսպես կարծես երազանքի ընկալում, այսինքն ինքը չի հասնի իր արդյունքի եւ երկուսդ էլ տուժելու եք դու որպես բժիշկ, ինքը որպես պացիենտ։ Եվ երկրորդը, որ կան պացիենտներ, ովքեր որ հոգեբանորեն պատրաստ չեն վիրահատության։ Այդ պարագայում պարտադիր պետք է նշել, որ պացիենտը դիմի շատ նուրբ դա հարց է եւ պետք է շատ այսպես հասկանալով մոտենալ, երբ որ պացիենտի մոտ պլաստիկ վիրաբուժությունը ասոցիացվում է իր հոգեբանական խնդիրների լուծման հետ։ Եթե դու նկատում ես, որ պացիենտը դիմել է, որովհետև ունի ինչ-ինչ խնդիր կյանքում այդ էտապում, մեզ շատ են դիմում բաժանման ժամանակ, երբ որ դեպրեսիվ վիճակներում են, բացարձակ չի կարելի կատարել վիրահատություն։ Պետք է շատ նուրբ ձևով պացիենտին ուղղորդել հոգեբանական օգնության, որը իհարկե Հայաստանում դեռ նոր է զարգանում, դժվարությամբ են ընկալում, բայց ինչևէ, եւ նոր, երբ որ արդեն պացիենտը անցնի այդ ծանր փուլը եւ կուզենա վերադառնա, իսկ շատ դեպքերում չեն վերադառնում, իհարկե կարող է իրան օգտակար լինել եւ կատարել վիրաբուժություն։ Շատ երիտասարդներ նաեւ ընկերուհուն կամ այլ հայտնի մարդկանց ցանկանալով նմանվել արտակնապես դիմում են պլաստիկ վիրահատությունների, որքանով է դժվար նաեւ բացատրել պացիենտներին, որ այդ վիրահատությունը օրինակ ձեզ պետք չի եւ հենց դուք այսպեսին գեղեցիկ եք։ Այո, մեզ մոտ շատ հաճախակի գալիս են նկարներով պատրաստի եւ իհարկե ուզում են նմանվեն այն մարդուն, ով հաջողակ է կյանքում եւ այդ ամենը կապում են արտաքին տեսքի հետ, ու ընդ որում 5 տարին մեկ երևի թե փոխվում է այդ անունները, եթե սկսում էինք վիրահատել եւ դա Անժելինա Ջոլին էր, ապա բնականաբար հիմա իր անունը ոչ մեկ չի տալիս եւ արդեն ավելի երիտասարդ գեղեցիկ հիմնականում դերասանների կամ հաջողված մարդկանց նկարներն են բերում, ինչու՞ չէ նաեւ այո ընկերուհու նկարը կարող են բերել եւ հիշեցնեն, որ դու օրինակ 5 տարի առաջ իրան վիրահատել ես եւ ինքը ուզում է նույն քթից կամ նույն բլեֆարոպլաստիկայից։ Դա բավականին խնդիրային է եւ մենք միշտ փորձում ենք բացատրենք, որ յուրաքանչյուր մարդ ինքը յուրովի գեղեցիկ է եւ պետք չէ նմանակում պահանջել, որովհետեւ ինչքան էլ պլաստիկ վիրաբույժը հմուտ լինի, երկու տարբեր քիթ վիրահատության ենթարկելիս, երկու տարբեր պացիենտի կոպեր, ֆեյսլիֆտ չես կարող ստանալ միանման արդյունք եւ դա ոչ էլ գեղեցիկ է, երբ որ ստանդարտացվում է եւ շատ կտեսնեք անգամ փողոցում քայլելուց օրինակ միանման քթի պլաստիկայով դեմքեր, կարծես դեմքը կորցնում է իր յուրահատկությունը։ Հակառակ հիմա ամբողջ վիրաբուժական մեր այսպես մասնագիտությունը հիմնված է նրա վրա, որ պետք է պահպանել յուրաքանչյուր պացիենտի դեմքի յուրահատկությունը։ Նաև այս գունավոր գեղեցկությունից զատ հակառակ կողմում նաև բարդություններն են, որոնք շատ հաճախ մարդիկ բախվում են։ Ամենահիմնական բարդությունները, որ առաջանում են վիրահատություններից, որոնք են եւ ինչու են առաջանում։ Այո, բարդությունների հետ կախված մենք իհարկե ունենք բավականին աճ բարդությունների ցավոք սրտի եւ դա ակնկալվում էր, քանի որ երբ որ երկրում տեղի ունենում այսպես աճ վիրահատական միջամտությունների շատ կտրուկ, ապա պարզ է, որ իրանք հետևից են բերում նաեւ բարդություններ։ Հիմնական բարդությունները այս պահին ես որպես մասնագետ կարող եմ նշել երևի թե այն է, որ շատ հատկապես երիտասարդ մասնագետներ, քանի որ այդ փորձը, այդ բարդությունների հետ վարման տեխնիկայի դեռ պատրաստ չեն, բախվում են, որովհետև պացիենտին վերցնում են այսպես կոչված կոմբինացված վիրահատությունների շարքին։ Ընդ որում այդ վիրահատությունների քանակը կարող է տատանվել մինչև 3, 4, 5 վիրահատություն, իսկ դա նշանակում է, որ քո վիրահատությունը տևում է 10 ժամից ավել եւ անխուսափելիորեն բերելու է բարդությունների քանակի ավելացմանը։ Մենք ունենք հատուկ ուղեցույցներ, հաշվարկներ արված, թե ինչքան ավելանում է այդ complication rate-ը, բարդությունների
ցուցանիշը, երբ որ վիրահատության ժամկետը երկարում է։ Այդ պատճառով ես ուղղակի այսպես նաև առիթը բաց չթողելով փորձեմ ավելի դիմել պացիենտներին, որ իրանք հասկանան, որ այո, իհարկե բոլորս էլ ուզում ենք մեկ օրվա մեջ կատարենք ամբողջությամբ, հա, այսպես ոտքից գլուխ պլաստիկա եւ դարձնենք շատ գեղեցիկ մարմինը, բայց օրգանիզմի հնարավորությունները սահմանափակ են, ցավոք սրտի։ Եվ դիմելուց պետք է հստակ դիմել ոչ մեծ եւ ոչ այդպես շատ կոմբինացված վիրահատությունների շարքին։ Այսինքն հիմնական խնդիրը, որ առաջանում է, որ մեկ վիրահատության համար դիմում են, բայց մեկ ազգայացման մի քանի վիրահատություններ են իրականացվում։ Մեկ օրվա մեջ իրականում է 3, 4, 5 եւ դա բերում է ցավոք սրտի ընդհանուր միջև մահվան ելքերի, քանի որ այդ վիրահատությունների հետևանքները եւ բարդությունները բնական է, որ տասնապատիկ անգամ ավելի շատ են, քան 1-2 վիրահատության ժամանակ բարդությունների քանակը։ Բացի վիրահատություններից նաև ինձ թվում է, որ խնդիր կարող է առաջանալ ոչ ճիշտ մասնագետի ընտրությունից, քանի որ նաև ոլորտն էլ է, երբ որ վիրահատությունները շատ են, ոլորտն էլ է արդեն զարգանում եւ գրեթե ամենտեղ կատարվում են նման միջամտություններ եւ շատ հաճախ պացիենտները հենց դրանից տուժում են։ Այդ ձեր կարծիքով որքանով է ոլորտը վերահսկվում եւ ինչպես պացիենտը ճիշտ մասնագետ ընտրի։ Շատ ցավալի հարցին անդրադարձակ, իրականում ես ձեզ ասեմ, որ 10 տարի առաջ մենք ընդհանրապես չունեինք ոլորտի վերահսկման ոչ մի չափորոշիչ եւ հիմա առողջապահության նախարարության հետ դուք գիտեք երևի թե որ մշակվում է բազմաթիվ նոր մեթոդներ, որպեսզի կարողանան ոլորտը եւ ոչ միայն մեր ոլորտը վերահսկեն։ Իհարկե, հենց առաջի տեղում պլաստիկ վիրաբուժությունն է, որովհետեւ անխուսափելիորեն երբ որ մասնագետների քանակը այսպես, հա, տասնապատկվում է, եթե առաջ մենք ունեինք 10-ից 20 վիրաբույժ, ապա հիմա ունենք մոտ 200 վիրաբույժ, ապա բնական է, որ ոլորտի հսկելիության չափորոշիչները պետք է փոխվեն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ նաև որպես նախարարության գլխավոր խորհրդատու պլաստիկ վերակառուցողական գծով մենք հիմա մտածում ենք հավելյալ այսպես չափորոշիչներ, եւ դուք գիտեք, որ հիմա գոյություն ունի նաև բժիշկների հատուկ հետբուհական կրթության չափորոշիչներ, իսկ 27 թվականից նաև կավելանա հատուկ քննություններ, որոնք կբերեն նրան, որ բժիշկները այդ թվում նույնպես կենթարկվեն վերահսկողության։ Իհարկե, որպես բժիշկ շատ որոշ նաև իմ գոլեգաներ ծանր են ընդունում, որ պետք է ինչ-որ ձևով վերահսկողության տակ լինեն, որովհետև կարծես թե բժշկային մասնագիտությունն է, որ պետք է ինքնակրթմամբ զբաղվի, հա, այսինքն ինքը իր այսպես հսկողությամբ սահմանափակվի, բայց փորձը, այլ երկրների փորձը ցույց է տվել, որ մեր մասնագիտության մեջ դա չպետք է հաշվի առնենք, այսինքն պետք է հենց պետական մակարդակով առողջապահության նախարարության կողմից մշակվեն որոշակի եւ քննական հանձնաժողովներ եւ լիցենզավորման կենտրոններ եւ բժիշկները պարբերաբար ենթարկվեն այո, ինչի՞ չէ, նաեւ այդ հսկողության։ Հսկողությունը կբերի ոլորտի միմիայն լավացմանը։ Եվ ինչքան էլ դա բարդ է որպես մասնագետ ընկալել, որ դու օրինակ պետք է ենթադրենք ես 45 տարեկանում պետք է նորից քննություն տամ, հա, կարծես ամբողջ կյանքս սովորում եմ, ես չեմ կարծում, որ մենք տարբերվում ենք նույն Եվրոպայի եւ ԱՄՆ-ի պլաստիկ վիրաբույժներից, որոնք ամբողջ կյանքում տրվում է այդ քննությունները, ստանում են board certification-ներ, այդ փորձը ներդնելով Հայաստանում, մենք կբերենք իրոք ոլորտի կտրուկ լավացմանը եւ արդեն պացիենտը բժշկի դիմելուց կունենա հիմք, այսինքն ինքը կիմանա տվյալ բժիշկը արդյոք համապատասխանում է իր կրթությամբ եւ իր քննական այդ արդյունքներով այն մասնագիտությանը, որը ինքը ներկայացնում է։ Քանի որ հիմա պացիենտները շատ հաճախ նաև համացանցով են ընտրում բժիշկներին, երբ որ նայում են, որ իդեալական ստացվել է իր արդյունք ինչ-որ մեկի մոտ, բայց լինում են դեպքեր, որ այդ քիթը, որը որ վիրահատված է, անգամ վիրահատության ժամանակ Photoshop-ով է նկարները շատ ճիշտ եւ շատ այսպես գրագետ մի հարց եք բարձրացնում։ Մենք դեպքեր ենք ունենում, երբ պացիենտը բերում է իր բժշկի Instagram-ում իր դրված նկարը եւ անգամ հումորային ասում է, տեսեք, սա դոն է, սա Instagram-ի պոստլեն է, սա էլ իրականն է։ Եվ իրականությունը դա շատ հեռու է այն Instagram-ի նկարից, որը տեղադրել է ցավոք սրտի բժիշկը վիրահատարանում այդ քիթը, գիտեք, սեղմելով, լույս հատուկ դնելով, չեզոքացնելով ստվերները, այսինքն դա տեխնոլոգիաներ են, բնականաբար բոլոր պլաստիկ վիրաբույժները իրենց Instagram-յան էջերում, հա, այսպես աստվածային նկարներ են դնում եւ
շատ գեղեցիկ լույսային էֆեկտներով, երևի տեսել եք նաև ջրի ցողացող կաթիլներով, հիմա այսպես շատ մոդայիկ է, դա ոչ մի կապ չունի բուն վիրահատության իրոք արդյունքի հետ, որովհետև արդյունքը նույն քթի վիրահատության մենք տեսնում ենք 1 տարի անց եւ ինքը կարող է անգամ 1 ամիս լինել շատ գեղեցիկ այտուցված ձևով, բայց 1 տարի հետո հասնի համարյա թե այլանդակող ձևախախտմանը քթի։ Այդ պատճառով ես զուտ իմ խորհուրդը կտամ, որ իհարկե Instagram-յան էջը ինչ որ կարծիք տալիս է վիրաբուժի մասին, բայց իմ անձնական փորձը, քանի որ ես շփվում եմ բոլոր բարդությունների հետ եւ այսպես բժիշկների մեծաքանակ պացիենտների հետ, ցույց է տալիս, որ ինչքան ավելի վառ է Instagram-յան էջը, այնքան ցավոք սրտի ավելի շատ է նաև այդ բժշկի բարդությունները եւ այնքան դա իրականությունից հեռու է, այսինքն դրա վրա հիմնվել պացիենտներին խորհուրդ չեմ տա, խորհուրդ կտամ ավելի հիմնվել ռեալ արդյունքների, ինչի՞ չէ շփվել այն մարդկանց հետ, ում որ տվյալ բժիշկը վիրահատել է։ Նորից վերադառնալով վիրահատություններին, երբ որ վիրահատվել է անձը, արդեն հետ վիրահատական շրջանը որքան երկար է տևում եւ վերջնական արդյունքը երբ կարող է պացիենտը արդեն տեսնել։ Այո, հետվիրահատական մենք ունենք վաղ շրջան, որը տևում է 1-2 շաբաթ, իհարկե կախված վիրահատությունից, եւ ունենք այդ հետվիրահատական շրջանը, որը որ ցույց է տալիս արդյունքը, իսկ դա 1-ից 3 տարին է, կախված վիրահատությունից։ Եթե օրինակ դա քթի վիրահատություն է, առնվազն 1-ից 2 տարի պետք է, որպեսզի ամբողջությամբ կայունանա արդյունքը։ Եթե բլեֆարոպլաստիկա է, բնականաբար ավելի փոքր ժամանակաշրջանում է կայունանում։ Այսինքն պետք է պացիենտների հետ խոսել եւ բացատրել, որ այդ արդյունքները կերևան բավականին ուշ հետվիրահատական շրջանում։ Իսկ ֆեյսլիֆտինգը, բլեֆարոպլաստիկան մեկ անգամ բավական է կատարել, թե ժամանակ առ ժամանակ նաև անհրաժեշտ է լինում կրկին անգամ կատարել եւ քանի անգամ կարելի է կատարել։ Ահա, տեսեք, սահմանափակում բժշկական առումով մենք չունենք, այսինքն, եթե պացիենտի ընդհանուր վիճակը եւ մաշկի վիճակը թույլ է տալիս կրկնակի վիրահատությունների, ես ունեցել եմ դեպքեր, իհարկե դա բարդություններն են այլ վիրաբույժների կողմից ինձ դիմաց, երբ որ մենք կատարել ենք եւ 5-րդ անգամ եւ 6-րդ անգամ շտկելու ցուցումով։ Ընդհանուր առմամբ ֆեյսլիֆտինգը եւ բլեֆարոպլաստիկան պետք չէ կատարել շատ հաճախակի։ Ընդհանրապես պլաստիկ վիրահատությունների շարքը նախատեսված չէ անընդհատ ենթարկելու այդ զոնան վիրահատական միջամտությունների, քանի որ զարգանում են նաեւ իր կողմնակի ազդեցությունները։ Ես խորհուրդ կտամ բլեֆարոպլաստիկայի պարագայում առնվազն սպասել 5-ից 7 տարի, ֆեյսլիֆտինգի պարագայում 10-ից 15 տարի, անգամ եթե արդյունքը գոհացուցիչ չէ, այսինքն դուք տեսնում եք, որ շատ արագ վերադառնում է կախվածությունը, ցանկալի չէ հաճախակի դիմել այդ վիրահատությունների։ Նաև ինչպես դուք սկզբում նշեցիք, որ շատ հաճախ պացիենտները գալիս են նաև հոգեբանական խնդիրներ ունենալով, երբ որ վիրահատությունից առաջ եք զրուցում պացիենտի հետ եւ արդեն վիրահատությունից հետո ինչ եք նկատում, ինչպես է փոխում ոչ միայն դեմքի վիճակը, այլ նաև հոգեբանական վիճակը։ Այո, մեր վիրահատությունների շարքը շատ յուրահատուկ է եւ մենք դա անգամ նկատում ենք նկարների վրա, երբ տեսնում ես նախավիրահատական նկարներում շատ էսպես տխրություն հայացքի մեջ, իսկ հետվիրահատական շրջանում իրանք շատ մոտիվացված են լինում պացիենտները, բնականաբար այն պացիենտները, ում արդյունքը ստանում ես եւ ով որ հասնում է այլ իր ուզած արդյունքի, իրանք շատ մոտիվացված են եւ իրենց կյանքում միշտ պատմում են, որ տեղի է ունենում շատ էսպես կարծես նոր վերաիմաստավորում, շատերը նոր աշխատանք են գտնում, կամ նոր զուգընկեր կյանքի, կամ այն մարդիկ, ովքեր ունենում են ինչ-որ խնդիրներ այդ փուլում, դա կարծես թե իրանց համար արդեն անցնում է երկրորդ պլան։ Այսինքն դա ոչ թե սովորական վիրաբուժություն է, այլ նաև հոգեբանության վրա հիմնված է, եւ փորձը ցույց է տվել, որ պլաստիկ վիրահատություններից հետո այո, պացիենտները իրանք շատ մոտիվացված են եւ իրանց կյանքը կարծես նորից վերաիմաստավորվում է։ Իսկ այդ կարծիքով դա արդյոք պլաստիկ վիրահատությունների արդյունքն է, թե դա ուղղակի ներշնչանքի է, այսպես ասած արդյունք է։ Իհարկե ներշնչանք է, ես չեմ ուզում այդպեսի չեմ ուզում խափեմ, որտեղ ես շատ ազնիվ մարդ եմ եւ չեմ ուզում ասեմ, որ դա պլաստիկ վիրահատության շնորհիվ է, չէ, քանի որ պացիենտը ներքուստ
կարծես հավատում է, որ իր մեջ այդ վիրահատությունը փոխեց այն վատ կամ վատ չասենք, բայց այն ինչ որ իրեն դուր չէր գալիս, իր հոգեբանությունն է վերափոխվում։ Ես ձեզ ասեմ, շատ պարագայում մենք տեսել ենք, որ անգամ կողքինը ասել է, ես անգամ չեմ նկատում փոփոխություն, այսինքն ինձ համար միևնույն է նույն մարդն է, բայց պացիենտը ինքը իմանալով, որ իր այդ խնդիրը շտկվել է կամ հա տարիքային փոփոխությունը, ինքը սկսում է արդեն այլ ձևով մոտենալ եւ ավելի ներքուստ է, այսպես ավելի պոզիտիվ դառնում եւ ավելի իր մոտ ամեն ինչ լավ է ստացվում։ Դա ներքին հոգեբանական իհարկե խոչընդոտներ են, որոնք հաղթահարվում են մեր վիրաբուժության միջոցով։ Տիկին Սարգսյան, նաև նշեցիք, որ աշխատում են նոր տեխնոլոգիաները զարգացնել, որքանով է արդեն Հայաստանում նոր տեխնոլոգիաներով զինված հիվանդանոցները եւ որքանով եք կարողանում միջազգային փորձը նույնպես կիրառել այստեղ։ Այո, ես կասեի, որ վերջին 5 տարվա մեջ Հայաստանը շատ մեծ թռիչք է կատարել հենց ապարատային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում եւ մենք ունենք բավականին լավ զինված հիմա հիվանդանոցներ, որոնք որ ունեն այս պահին աշխարհում կիրառվող բոլոր առաջատար տեխնոլոգիաների ապարատներ։ Ինչն է շատ ոգևորում, ես վերջերս անցյալ շաբաթ մասնակցեցի Սինգապուրում ամբողջ պլաստիկ վիրաբուժության այսպես տարեկան ամենամեծ ժողովներից մեկն է միջազգային եւ այս տարի վերջապես Հայաստանը ներկայացվեց անձինս ինձ որպես նախագահ պլաստիկ վիրաբուժների ասոցիացիայի ես մասնակցեցի 50 նախագահների կազմում Սինգապուրում տեղի ունեցող այդ մեծ այսպիսի միջոցառմանը Եվ հաճելի էր, որ այն բոլոր գործառույթները, որոնց մասին խոսում էին, մենք նույնպես ունենք։ Իհարկե ոչ այն ծավալով, ինչպիսին են ենթադրենք ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, բայց կարևոր է, որ արդեն Հայաստանը կարողանում է իր դիրքը գրավել նաև միջազգային այդ ամենամեծ ասպարեզում եւ մենք նույնպես ունենք այն բոլոր տեխնոլոգիաները, որոնք որ ներկայացվում են այդ միջազգային ասպարեզում։ Միջազգային փորձ կիրառելը դա իմ այսպես երևի թե ամենակարևոր մասն է իմ աշխատանքի, որովհետեւ ժամանակին վերադառնալով Եվրոպայում աշխատելով Գերմանիայում եւ Ֆրանսիայում իմ նպատակն է եղել հենց այդ փորձը բերել Հայաստան, որպեսզի Հայաստանը նույնպես որպես երկիր կարողանա այդ ամենը կիրառի եւ իր տեղը բավականին բարձր լինի մեր ոլորտային ասպարեզում։ Իսկ ինչպես եք նկատում, որքանով է արդեն բարձրացել այդ մակարդակը։ Շատ, մենք նաև շատ լավ ցուցանիշ ունենք բժշկական դիմելիության, բժշկական туриզմի ոլորտում եւ պացիենտները նշում են, որ արդեն Հայաստանը ընտրում են որպես երկիր, քանի որ այստեղ առկա են այն ամբողջ փաթեթը, որը կարող է նաև պացիենտը ստանալ դրսում։ Այսինքն մենք 5 տարվա մեջ իրոք շատ մեծ աճ ենք գրանցել այս ամենի։ Իսկ կան դեռ միջամտություններ, որ պլաստիկ միջամտություններ, որ Հայաստանում դեռ չեն կատարվում, թե ամեն ինչ կատարվում է։ Այո, կան, քանի որ երևի թե շատերդ լսել եք, որ հիմա ամբողջ աշխարհը գնում է AI տեխնոլոգիաների, այսինքն ինքը արհեստական բանականությամբ զարգացող գոյություն ունեն այս պահին արդեն եւ գործող հատուկ տեխնոլոգիաներ եւ բացի դրանից մենք ունենք նաեւ ռոբոտա վիրաբուժություն, որը դեռ ցավոք սրտի Հայաստանում իհարկե կիրառված չէ եւ դա շատ նոր ասպարեզ է, այնպես չէ որ ամբողջ աշխարհում դա գոյություն ունի, այսինքն հատուկենտ երկրներ արդեն կարողանում են ռոբոտների միջոցով կատարել որոշակի վիրահատությունների շարք, հատկապես վերակառուցողական, մեր պլաստիկ վերակառուցողական վիրաբուժության այդ փուլում։ Ես ինքս այդ աշխատել եմ նույն այդ ռոբոտներով եւ իհարկե դա վիրաբուժության արդեն շատ ավելի, ինչպես մենք ենք անվանում, high level վիրաբուժություն է եւ ես հույս ունեմ, որ այն նույնպես կգա Հայաստան։ Այս պահին իհարկե դա համարվում է աշխարհում այն ճյուղը, որը շատ քիչ երկրներ դեռ ունեն։ Եվ վերջում մեր զրույցը ամփոփելով Տիկին Սարգսյան, ես կցանկանայի ձեր կարծիքը, ինչպես եք վերաբերվում այն հարցին, երբ որ մարդիկ ձգտում են անկատար գեղեցկության եւ այսպես ասած դառնում են վիրահատությունների գերի։ Ձեր կարծիքով որտեղ պետք է սահմանափակվի այդ գիծը, որն է վերջնական գիծը, որ պետք չի անցնել արդեն։ Շատ վտանգավոր է եւ մենք շատ ենք առնչվում այն պացիենտների, որոնք ցավոք սրտի ոգևորվելով առաջի վիրահատության արդյունքից, երբ որ վիրաբույժը լավ է կատարում իր աշխատանքը, արդեն կարծես այսպես անհագուրդ ուզում են վիրահատվել եւ վիրահատվել,
եւ երբ որ դու իրանց մերժում ես, իրանք այդ մերժումը չեն ընկալում եւ փորձում են գտնել մեկ այլ վիրաբույժ, որը կհամաձայնվի։ Դա շատ վտանգավոր է եւ եթե դու նկատում ես, որ պացիենտը արդեն կատարել է մի քանի վիրահատություն, ապա դու պետք է պարտադիր ցավոք սրտի մերժես հաջորդ վիրահատությունը, հասկանալով, որ դա արդեն հոգեբանության շատ լուրջ խնդիր է։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր եւ ինֆորմացիոն զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք պլաստիկ վիրաբույժ Աննա Սարգսյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Ամբերտ ամրոց համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է։ Այն կառուցվել է Արագած լեռան լանջին եւ գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Ամբերտ ամրոց բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտ ընկավառում, Արագածոտնի մարզի աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Որոշ գիտնականներ այն վերագրվում են Կիլկոպյան, ոմանք էլ ուրարտական եւ վաղ միջնադարյան ժամանակաշրջաններին։ Պեղումների եւ պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերտ ամրոցը թվագրվում է 10-ից 13-րդ դարերին։ Հիմա առաջարկում եմ միասին տեսնենք ամրոցի մասին պատմող ռեպորտաժը։ Ամբերտ ամրոց համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է։ Այն կառուցվել է Արագած լեռան լանջին եւ գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրների հետ, իսկ Ամբերտի բարձրունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։ Երկհարկանի կառույցն ունի նաև փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր է խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակները։ Ամբերտի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ եւ արտահայտիչ է, կոլնթար ձևավորված գմբեթներով եւ հզոր աշտարակներով։ Ամբերտի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ, որոշ գիտնականներ այն վերագրում են Կիլկոպյան, ոմանք էլ ուրարտական եւ վաղ միջնադարյան ժամանակաշրջաններին։ Պեղումների եւ պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերտ ամրոցը թվագրվում է 10-ից 14-րդ դարերին։ 1196 թվականին հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրում են ամրոցը Ամիր Պալասար Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ։ Այնուհետև ամրոցը որպես սեփականություն հանձնվում է վերջինիս։ 1215 թվականին Ամբերտը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236 թվականին ամրոցը գրավում եւ հիմնովին ավերում են մոնղոլները, որից հետո այն կրկին վերակառուցվում է 13-րդ դարի վերջին Վաչուտյանների կողմից։ Երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես ամայացել եւ իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին Լենգ Թեմուրի օրոք։ Ըստ պատմական աղբյուրների Ամբերտի շինարարությունը սկսվել է 7-րդ դարին կասմարական իշխանների կողմից։ 10-րդ դարում պատկանել է Պահլավոնիների իշխանին եւ եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետներից եւ իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքով անառիկ ամրոցի համբավ է ունեցել։ Նրան է վերապահված Անի քաղաքի պաշտպանողական ուղղակի պատասխանատու դերերից մեկը։ 10-ից 14-րդ դարերին Ամբերտ ամրոց բերդաքաղաքը ընդգրկում են մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ, ամրոցապարիսպներ, Քարաշեն ձորի եւ Ամբերդաձորի դարպասները, Տղյակ, ջրամբարներ, բաղնիկ, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ եւ կաթողիկե եկեղեցի։ Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են Տղյակի պարիսպապատերի ավերակները, բաղնիկի այլևայլ շինությունների մնացորդներ եւ կաթողիկե եկեղեցին։ Մենք շարունակում ենք հաղորդումը սիրելի հեռուստադիտողներ եւ արդեն վստահ եմ, որ մեզ են միացել մեր ամենաճանապարհորդասեր հեռուստադիտողները եւ հիմա առաջարկում եմ միասին ծանոթանանք Ուզբեկստանի հետ։ Ուզբեկստանը պատմական քաղաքների եւ քաղաքակրթությունների խաչմերուկ է։ Այն վայր է, որտեղ հին ավանդույթներն ու ժամանակակից կյանքը ներդաշնակորեն միահյուսված են։ Հիմա առաջարկում եմ միասին տեղափոխվենք դեպի Ուզբեկստան։
Ուզբեկստանը գտնվում է Միջին Ասիայի սրտում, հայտնի է իր պատմական քաղաքներով Տաշքենտ, Սամարղանդ, Նամանգան, Անդիժան, Բուխարա, Ֆերգանա, Կոկանդ։ Այս քաղաքներն ամփոփում են բազմադարյա քաղաքակրթության շունչը իսլամական ճարտարապետության գլուխգործոցներով ու գունեղ շուկաներով։ Ուզբեկստանը ագրոարդյունաբերական զարգացող երկիր է, հարուստ բնական պաշարներով ու բազմաճյուղ արդյունաբերությամբ։ Զարգացած է հանքարդյունաբերությունը, մետաղաձուլությունը, քիմիական ու նավթաքիմիական ճյուղերն ու մեքենաշինությունը։ Բացի այդ, արտադրական խոշոր նշանակություն ունեն շինանյութերի, էլեկտրատեխնիկական, սննդի ու թեթև արդյունաբերությունները։ Հայ արհեստավորներն ու առևտրականները մեծ դեր են ունեցել երկրի տնտեսական կյանքում, հատկապես բամբակագործության, շինարարության ու առևտրի ոլորտներում։ Արդեն 1920-ականներին Ուզբեկստանում ձևավորվել էր Միջին Ասիայի ամենախոշոր հայկական համայնքը։ Հայերը եկեղեցիներ են կառուցել Սամարղանդում, Կոկանդում, Անդիժանում ու Բուխարիայում։ Եկեղեցիներին կից գործում էին ծխական դպրոցներ, որոնք ցավոք խորհրդային տարիներին փակվել են։ Այսօր Ուզբեկստանում ապրում է շուրջ 70,000 հայ, ովքեր շարունակում են պահպանել իրենց ազգային ինքնությունը, միախառնվելով երկրի բազմազգ մշակութային հյուսվածքին։ Սիրելի հեռուստադիտողներ, ասեմ, որ նաև այսօր է ծնվել հայ երգչուհի Վարդուհի Վարդանյանը։ Նա ծնվել է 1976 թվականի հունիսի 27-ին։ Մանկուց բնական երաժշտական տաղանդ ուներ, ցանկացած առարկա օգտագործում էր որպես միկրոֆոն։ Գրում էր երգի բառեր մեծ 96 էջանոց նոթատետրում։ Սովորել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում եւ բարձրագույն կրթություն ստացել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ապա Բրյուսովի անվան պետական ռուսաց լեզվի եւ գրականության բուհու։ Սկսել է հրապարակային ելույթներով դպրոցական երաժշտական թատերախմբերում ելույթ ունենալ։ Ուշ դարձել է Մշակույթի պետական թատրոնի անդամ ժողովրդական թատրոնում։ 1994-ից 2006 թվականների ընթացքում մրցել ու հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներում։ 1999 թվականին ճանաչվել է Հայաստանի տարվա երգչուհի։ Վարդուհու ձայնը առանձնանում էր իր խորը էմոցիոնալ շերտով եւ հուզող դիապազոնով։ 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Վարդուհին զոհվեց Սևան Մարտունի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարում, ընդամենը 30 տարեկան հասակում։ Նա այսօր մեզ հետ չէ, սակայն նրա ներկայությունն ու ձայնը միշտ ուղեկցում է մեզ։ Եվ հաղորդման վերջում առաջարկում եմ դիտենք երգչուհու տեսահոլովակներից մեկը, իսկ ես ձեզ այսօր հրաժեշտ եմ տալիս։ Մաղթելով հաճելի օրվա շարունակություն եւ հաճելի հանգստյան օրեր։ Մենք կհանդիպենք երկուշաբթի։